Դատապարտել երևույթը մեծապես առնչվում է հանցանքի, մեղքի, սխալի հետ։ Արդեն բառարմատում պարտք, արդեն բառարմատում մենք տեսնում ենք դա։ Տերունական աղոթքի մեջ մենք ինչ ենք արտասանում։ Եվ թող մեզ ըսպարտիս մեր, այսինքն արդեն Սուրբ գրային ընկալման մեջ մեղքը, հանցանքը, սխալը, սայթաքումը պարտք է գոյացնում, պարտք է առաջացնում։ Հետևապես այդ պարտքն է դատվում կամ չի դատվում։ Ամեն մի եզրույթ կարող է մի քանի նշանակությամբ օգտագործվել եւ դատապարտում տերմինը այս առումով եւս բացառություն չէ։ Այստեղ կարծում եմ ոչ այնքան կարևոր է բնորոշումը, որքան այդ եզրույթի հասկացության էությունը, բովանդակությունը, ուղղվածությունը եւ վերջին հաշվով նպատակները։ Ընդհանուր իմաստով մենք այս երևույթը գրնանք կոչել կորձված հանցանքի թեմ կատարված թադողություն կամ թադաստան։ Իսկ քրիստոնեական ընկալումով երբ որ գնայինք, թադելը շատ հստակ օրեն Աստվածաշունչ Մադյանի վարդապետությամբ որակված է որպես թերություն կամ մեղք։ Քրիստոսն արգելում է չէ դատել մեզ որպես անձինք արդեն, մի դատեր, որ չդատեն ձեզ, ինչ դատաստանով որ դատեք, այդ նույն դատաստանով դատելու են ձեզ։ Շատ կարևոր է արտկատարյալ լինել, այսինքն կատարելագործվելով փորձենք ազդել դիմացինի վրա եւ դիմացինին ներքաշենք կատարելագործման ընթացքի մեջ։ Ամեն մարդ ազատ է ինքը որոշելու, արդյոք այս արարքը դատապարտելի է կամ ոչ, բայց նախքան մեկին դատապարտելը, մեկի արարքը պիտակավորելը, ամեն մարդ պետք է նախավառաջ իր ներսում նայի, ինքը նույն արարքին ինչպես կմոտենար, արդյոք ինքը ունի թերություններ, բայց հստակ սահմաններ ասելը շատ դժվար է։ Երկու հարթություններ չպիտի շփոթենք միմյանց հետ։ Մեկը քաղաքացիական, քրեական այդ դատապարտություն կոչվածն է, այսինքն պետության մեջ կա ինստիտուտ, արդարադատության համակարգ, դատարան, որ հստակ գործառույթ ունի եւ ավելին ասեմ, Սուրբ գրքի ընկալմամբ դատարանն է կամ արդարադատության համակարգն է ապահովելու ժողովրդի բարեկեցությունը եւ ինչ որ իմաստով նաեւ փրկությունն ու խաղաղությունը։ Մյուս կողմում միջանձնային հարաբերությունների մեջ դատելու երևույթն է։ Մի ոլորտում դատապարտումը դիտվում է որպես ինքնին բացասական, մի դատիր, որ չդատվես, մի դատապարտիր, որ չդատապարտվես, մյուսում դա անհրաժեշտ է, որովհետև հասարակությունը կարիք ունի իմանալու, թե ինչն է լավը եւ ինչն է վատը, որպեսզի կարողանա իր գոյությունը ապահովել, որպեսզի կարողանա ճիշտ սերունդ ունենալ եւ կրթել մյուսներին։ Ժամանակ առ ժամանակ նրանք համընկնում են եւ հիմնականում կարող եմ ասեմ համընկնում են։ Օրինակ ասում են Աստվածաշունչը մեզ սովորեցնում է մի սպանիր, մի խաբիր, նույնը նախատեսվում է նաև օրենքներով։ Տարիներ շարունակ, դարեր շարունակ նույնիսկ ընդհանրապես բուն իրավագիտությունը, իրավունքը գտնվել է շատ եկեղեցու տնօրինման տակ, նույնիսկ միջնադարերում եկեղեցին է իրականացրել դատավարությունը, նաև եկեղեցին է պատրաստել դատական օրենսգրքեր, դատաստանագրքեր, այդում նաև Մխիթար Դոշը, որը գիտեք նաև եղել է քահանա, եւ այս առումով էլ իհարկե մոտեցումները տարբերվել են։ Այսինքն ուրիշ բանը, երբ դատապարտումը անձին դատապարտելը, նրան պատժելը գտնվել է եկեղեցու տիրույթում եւ ուրիշ, երբ նա արդեն ձեռք է բերել աշխարհիկ որակներ։ Ըստ այդմ ձեռք է բերել նաեւ եւ որակական փոփոխություններ եւ իմաստային փոփոխություններ։
արարքը արժեք է ստանում, հատկապես այն դեպքում, երբ որ մտադրությունը, դիտավորությունն է լուսավորվում։ Երբ որ մենք տեսնում ենք մեր դիմացին ինչ-որ մի քայլ անելիս եւ փորձում ենք լավ կամ վատ իմաստով դատել, մի դեպքում դա ստացվում է գովաբանություն, մի դեպքում քննադատություն, չէ՞ կամ մեղադրանք։ Մենք հաշվի չենք առնում մի փաստ, որ մենք ընդհանրապես նայում ենք արարքին։ Բայց մենք օբյեկտիվ չենք այդ ժամանակ, որովհետեւ մենք չգիտենք այդ արարքը ինչպիսի օբյեկտիվ պատճառներից ծնունդ առավ։ Մեզ ամենամար անմատչելի է թափանցել մարդու ներաշխարհը, Աստված գիտի դրա մասին։ Ես տեսնում եմ մեղքի մեջ դիտավորություն։ Մարդ դիտավորյալ խախտում է որևէ նորմ, լինի դա իրավական կամ բարոյական ոչ գրված նորմ։ Մեղքը այն է, որ մենք անում ենք եւ խախտում ենք որևէ բան, բայց անպայման հետագայում պատասխան պիտի տանք դրա համար։ Գուցե մեղք գործելու համար մենք պիտի դատապարտվենք, որպեսզի տեսնենք ճիշտը, կողքից ավելի հեշտ է դատել մարդուն եւ գուցե հենց դատապարտումը այստեղ է պետք, որ կանխենք եւ հետագայում նմանատիպ մեղքեր չգործենք, որպեսզի մեր սխալների վրա սովորեն մյուսները։ Այս հարցի պատասխանը իմ խորին համոզմամբ սպառիչ տվել է Մխիթար Գոշի դատաստանագրքում մի քանի այսպես ասպեկտներով հիմնավորելով, որ իրականում Աստվածաշունչը եւս չի բացառում մարդու կողմից դատապարտում իրականացնել, ասկան դատավորները այո կարող են լինել մարդիկ, ոչ թե միայն Աստված, այո, դրա մեջ խորի իմաստ կա, որ վերջին հաշվով գերագույն դատավորը բնականաբար Աստված է, բայց դա չի նշանակում, որ մարդիկ հասարակությունում չեն կարող ստեղծել այնպիսի իրավակարգ, այնպիսի ինստիտուտներ, որը հնարավորություն տա աշխարհի կամ եկեղեցական դատական ացիաներին իրականացնելու դատապարտում։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 143 հոդվածի առաջին մասով դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով, 118 հոդվածով դատապարտել։ Բնականաբար մեր հասարակությունում պիտի լինեն մարդիկ, որոնք ի պաշտոնե իրավունք ունեն դատելու մյուսներին։ Ի վերջո մեկը պիտի լինի, որ վերահսկի ամբողջ համակարգը եւ գրված թեկուս առնվազն գրված նորմերի կիրառումը ապահովի եւ դատավորները հենց այստեղ են։ Նրանք նույնպես մեր նման մահկանացուներ են, նրանք նույնպես մեղքեր են գործում, բայց ի պաշտոնե նրանք լիազորված են եւ իրավասու են մեկին դատելու կամ դատապարտելու։ Մենք շատ հստակորեն կտեսնենք, որ թադելը մեղադրելը քրիստոնեական մոդեցումը չէ, սիրո արդայությունը չէ, բայց եթե իսկապես խնդրարարգա է հանցանքը, մենք այդ հանցանքը կամ այդ մեղքը սաստելու եղբայրական ոգիով, սիրո ոգիով սաստելու իրավունքը ունենք Աստծո։ Այսինքն մեղքը անդեսել, հանցանքը անդեսել քրիստոնեական մերձեցումը, մոդեցումը չի ամենևին։ Երբ որ մեղք մգա, մենք պետք է բացահայտենք այդ մեղքը, երբ որ հանցանք մգա, եղբոր կողմ է կործված, քրոջ կողմ է կործված, հանցանք մգա, մենք պետք է բացահայտենք անիկա եւ ի բանջել արգին պետք է սաստենք։ Օրինակ մենք կրթահամալիրում ասում ենք մենք ընկերներ ենք, եկեք մեծերի, փոքրերի ընկերություն հաստատենք, այս կոչվում է սոցիալական պատասխանատվություն հաստատենք միմյանց արարքների, օգնենք միմյանց, հա, եկեք քննարկում կազմակերպենք, երևույթի, իմ ու ձեր արարքների, եկեք մարդուն անջատենք այդ երևույթից, արարքից, որովհետև նույն մարդը հաջորդ պահին, գիտեք, ինչ լավ արարք է կատարում, այդ նույն մարդն է։ Հիմա դու դատեցիր այս մարդուն մի արարքի համար ու զրկեցիր, թե հաջորդ ուրեմն արարքը կատարելու, սխրանքը կատարելու հնարավորությունից, թեև չտվեցիր մարդուն։ Ֆրանսիս Բեկոնը մի այսպիսի հետաքրքիր միտք ունի, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պետք է անխնա լինի, գտնվի հանցանքի նկատմամբ եւ գթասիրտ հանցագործի նկատմամբ կամ մեղքի նկատմամբ, մեղավորի նկատմամբ։ Այսինքն դատավորը պիտի այնպիսի մի վճիռ կայացնի եւ ընդհանրապես արդարադատության համակարգում, որտեղ որ եթե պիտի մեկուսացվի, եւ այդ մեկուսացման ընթացքում մարդը պիտի անջատվի իր հանցանքից։ Մարդը պիտի ապաշխարության ընթացք ունենա։
Մենք հաճախ ենք, չէ՞, խոսում պատժամիջոցների խստության մասին եւ առաջին թեպետ մեր մտքի մեջ, այսպես ասեմ, եկող գաղափարը նա է, որ եթե մենք կարողանանք խիստ պատժողական քաղաքականություն ապահովել, ապա նաեւ հանցագործությունները կնվազեն։ Իրականում ճիշտ հակառակն է։ Եվ հենց մեր խորհրդային թեկուզ, ասենք, ժամանակաշրջանում մեր երկրի պատմությունը ցույց է տալիս 5 անգամ մենք օրինակ բռնաբարության համար նախատեսել ենք մահապատիժ, այսինքն վերացրել ենք, նորից նախատեսել ենք։ Եվ տեսեք վիճակագրությունը ինչ է ցույց տալիս։ Բոլոր այն տարիներին, երբ նորից նախատեսվել է մահապատիժ, հատկապես ծանր հանցագործությունները, կյանքի դեմ ուղղված սպանություններ եւ այլն, դրանք աճել են մոտ 2-3 անգամ։ Այսինքն երբեք այն տպավորությունը թող չստեղծվի, թե ընդունենք պատժողական քաղաքականության խստություն ինքնաբերաբար բերում է հանցավորության նվազման։ Պետության պարտավորությունն է, բոլորիս պարտավորությունն է, որպես պետության քաղաքացիներ, չէ՞, այլոց իրավունքների հարգումը։ Սա մենք շատ հաճախ մոռանում ենք, որ քաղաքացին նա է, ով հարգում է այլոց իրավունքները։ Դրա մեջ նաև պաշտպանություն է դրված, չէ՞, հարգելու ակտիվ ձևը որն է, պաշտպանել դիմացինի իրավունքները, հնարավորություն տալ, որ դիմացինը, չէ, քո մերձավորը, քո հարազատը, քեզ անծանոթ, բայց մարդը օգտվի այդ իրավունքից, օրենքով իրեն տրված։ Դատել հայերենում նաև ունի ուրիշ իմաստ, այսինքն մտածել, կարծել։ Ճիշտ դատավորը ինքը ոչ միայն դատում է որևէ սխալ արարք, այլ ինքը մեկնաբանում է այդ արարքը, ինքը կարծիք է հայտնում, վերլուծում է եւ փորձում է այդ արարքի տողատակը գտնել, ինչ է տողատակերում գրված, մոտիվացիան մարդու այդ արարքը անելիս եւ իդեալական դատավորը կլինի այն մարդը, որը ոչ միայն դատապարտի միակողմանի, այլև բացատրի, թե ինչու համար է այս արարքը արվել, գուցե դա օգնի հետագայում կանխելու համար նման արարքներ։ Դատավորի գործառույթը, առաքելությունը, կոչումը Սուրբ գրքի ընկալմամբ ոչ թե մարդուն պատժելն է, այլ մարդուն փրկելը։ Խոսքը պատժիչ փրկելու մասին չի։ Դատավորը ճշմարտությունը վերհանողն է նախ եւ առաջ, եւ բացի դրանից դատավորը չպիտի ուժային կառույց լինի, ուժ գործադրի, ուժ ներկայացնի։ Դատավճիռ արձակելիս էլ պետք է հաշվի առնի, որ իր դատավճիռը պիտի մեղավորին իրավախախտին շտկմանը տանի, եւ ոչ թե կործանմանը, կամ ավելի մեղավոր դառնալու։ Հովաննեսի ավետարանին մեջ շատ գեղեցիկ երևույթ մեր առջև կա, նորեն թադելու, չթադելու, մեղադրելու, չմեղադրելու մասին անարագությամբ իր կյանքը ապահովող գնոջը մասին գխոսի, ուրեմն հրյաները այս անարակ գինը գբերեն Քրիստոսին առջև եւ գսեն մեր օրենքը շատ հստակ է, անարագության բահուն մենք սինքը բռնեցինք, պետք է քարգոծենք եւ պետք է սպանենք անոր։ Թուն ինչ գսես, ինչ պետք է անենք։ Եվ Հիսուս գնայի հրյաներուն, որոնց ամեն մեկը կարմը վերցուցած է իրենց ցերքը, քարգոծելու համար այս գինը, ու գսե, ան որ մեղք չունի, թող առաջին քարը նետե։ Ուրեմն շատ հստակ է Քրիստոսին մոտեցումը, գսե, ով անմեղ է, ով անթերի է, ով գադարյալ է։ Միայն Աստված, միայն անգադարյալ է։ Ուր են քեզ մեղադրողները։ Կա այստեղ մեկը, որ դատապարտում էր։ Ես էլի վերադառնում եմ մարդուն, երբ որ մարդ ինքը իրան, իր մեղքը, իր կատարածը, իր գործ ամենալավը ինքը գիտի, չէ, որովհետև մեղքի քավել գոյություն ունի, չէ։ Ախր քրիստոնեությունը այնքան լավ բանալիներ է տալիս, հա, միջև վերջ, եւ եթե միջև վերջ այս բանալիները օգտվեն, ինչքան դռներ կբացվեն, չէ, եւ ինչքան օգտակար կլինի անձի համար, ինքը իրեն չխնայեց,
հա, բայց մյուս կողմից ինքը հասկացավ, որ մեղքը քավելու ձևը տրված է արդեն, էլի այդ ճանապարհը գործուն մարդու ճանապարհն է, ակտիվ մարդու ճանապարհն է, եւ այդ դա մեղք գործել անգամ դատապարտվել գործածի համար ընդունենք, չէ, բայց այդ քեզ չի բանանում, հա, դու կարող ես նաեւ ազատվել այդ մեղքից, ապրել նոր կյանքով, կարող ես ջնջել, կա չես բոլորը։ Եվ այս վերաբերմունքը արդեն դատապարտված մարդու գլխավորը որն է, անընդհատ ներառող հասարակություն ունենալ։ Նույնիսկ եթե անձը կատարելով ոչռագործություն արդեն հաջորդ պահին զղջում է իր կատարից արարքի համար, կարելի է ենթադրել, որ մենք գործ ունենք մարդու հետ, որն արդեն ուղղվել է, որ ինքն արդեն իրեն է պատժում, եթե անգամ չլինի էլ աշխարհիկ որևէ դատաստան, միևնույնն է նա ինքն արդեն իրեն դատապարտում է։ Բայց մենք չենք ասում, որ սա բավարար, ասենք պայման է, որպես իրեն մենք ազատենք, որտեղ հենց քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածում առաջին նախապայման, առաջին նպատակը պատիժ նշանակելու, պատժելու դա սոցիալական արդարության վերականգնումն է։ Շատ հաճախ մարդիկ ուղղակի պատժվելուց հետո ավելի են ագրեսիվանում եւ իրենց մոտ վրեժ առնելու զգացումն է ավելի մեծանում, ավելի չարանում են, ավելի հակված են նոր հանցագործություններ կատարելու։ Սա իրավական, սոցիալական պետության գլխավոր իրոք գործառույթներից մեկն է։ Դարձնել արդարադատության իրավական համակարգը այնպիսին, որպեսզի նա իրոք ուղղված լինի մարդուն վերադաստիարակելու։ Մեր իրականության մեջ, տեսեք, ունենք դատարան, դատարանից հետո արդեն մեղադրված մարդիկ, ովքեր պահվում են հատուկ հիմնարկներում։ Մեր այդ հիմնարկները կոչվում են քրեակատարողական հիմնարկներ։ Գրեթե ոչինչ չասող, Եվրոպայում այդպես չէ, օրինակ կոչվում են penitential institution, ապաշխարության հիմնարկներ են։ Նույնիսկ անվան մեջ արդեն փիլիսոփայությունը կամ այդ հիմնարկի գործառույթը առաքելությունը արտահայտված է, մինչդեռ մեզ մոտ չէ։ Դրա համար մենք պահակներ ենք մեր դատապարտյալներին, բան չենք անում փոխելու իմաստով, շտկելու իմաստով։ Պատիժը մեկուսացման ձևով միայն մարդուն չի շտկելու։ Ավելին ասեմ, մեծամասամբ փորձը ցույց է տալիս, որ ավելի մխրճում է հանցանքի մեջ։